որևէ ապրանք, սնունդ, ունի մեջը աղ եւ շաքար։ Բայց այդ շաքարը այն ֆորմա է, որով մենք կարող չզգանք պարզապես։ Հիմա ես չեմ ասում, որ դա հատուկ արված է, որովհետեւ չէ, դա process-ի սննդային պատրաստման process-ի մեջ է մտնում։ Այո, մեջ կա նաեւ կոմպոնենտ, որ օգտագործում են այդ գիտելիքը եւ մարդիկ, որ կախվածություն են ձեռք բերում դա պատճառով։ Հիմա ինչ եմ ասում, որովհետեւ նյուրոպաթները հենց այդ դերն են տանում։ Թաքնված շաքարը համ չունի։ Շաքարի համ չունի։ Միայն ոնց որ կախյալությունն է շատացնում։ Նեյրոպաթների հաշվին։ Այսինքն ես ուտում եմ դա, գնում հասնում աղիք, նեյրոպաթը դա իր ռադարի մեջ տեսավ, պանջ առաջացնում։ Որևէ շաքար չկա բերած մեջ։ Ես շաքարի համ չեմ զգում։ Բայց կախվածություն առաջացնում։ Երկրորդ քայլը ինչա, որ եւ ինչ ձև աշխատում դա դոպամինի վրա է նա, կամ ռուսերեն ինչպես են ասում, դոֆամին։ Չէ՞, դոպամին ենք մենք։ Մենք դոպամին ենք ասում։ Ես ռուսերեն լսեմ դոֆամինը ինչ։ Նույն բանն է։ Դոպամինի մեխանիզմի վրա է աշխատում։ Այսինքն նույն մեխանիզմը ինչ որ կոկաինը։ Նույն նարկոտիկները։ Որևէ տարբերություն չկա։ Որևէ տարբերություն չկա։ Իմ բավարարվելու մակարդակի հիմա այստեղ է։ Ինչ որ բանի։ Կոկաինը կամ շաքարը խմեց, օգտագործեցի, բավարարվեցի, եկավ այստեղ բարձրացավ։ Վաղը ինձ այստեղ չի բավարարելու։ Եվ այսքան շաքարներ կամ կոկաինը չի բավարարելու։ Ինձ այսքանն է պետք։ Նույն մեխանիզմը, որևէ տարբերություն չկա։ Այսինքն հեռու ենք մնում շաքարներից։ Okay։